Ողջույն, եթերում Fake Check-ն է, ես Սարգիս Հարությունյանն եմ։ Հանրային ռադիոն Եվրոպական հեռարձակողների միության հետ համատեղ սկսել է մի հաղորդում, որի նպատակն է գիտելիք փորձ փոխանցել հայաստանցիներին, որպեսզի նրանք հատկապես սոցիալական ցանցերում եւ հատկապես ընտրություններից առաջ քննադատաբար մոտենան իրենց հանդիպող տեղեկատվությանը։ Հյուրընկալել ենք Cyber Hub-ի ներկայացուցիչ Ալեքսանդր Մարտիրոսյանին, բարև ձեզ, պարոն Մարտիրոսյան։ Շնորհակալություն հրավերն ընդունելու համար։ Շնորհակալ եմ հրավիրելու համար։ Ալեքս, ինչ եք կարծում, հնարավոր է արհեստական բանականությունը, այսպես արհեստական բանականության միջոցով ստեղծվող կեղծ տեղեկատվությունը իր ծավալներով այնքան մեծ լինի, որ գա մի պահ, որ ինքը պարզապես այսպես խաթարի իրական լրատվական դաշտը։ Ինձ թվում է որոշ օգտատերերի պարագայում, եթե առցանց միջավայրի մասին ենք խոսում, այդ իրականությունը արդեն իրենց ներկայում է, որովհետև կախված թե ինչ էջերի են հետևում, ինչ բովանդակության հետևից են գնում մարդիկ, ըստ այդմ համապատասխան էջերի ակտիվությունը իրենց նորությունների ժապավենում շատանում է ու այս օրինակով հիմա կարելի է ասել TikTok-ում օրինակ այնքան շատ արհեստական բանականության գեներացված բովանդակություն ու համանման էջեր կան, որ ինչ որ չափով իրենք գերակշռում են ավանդական մեդիային, առցանց լրատվամիջոցներին։ Մենք կարող ենք ասել, որ ընտրություններից առաջ ընտրությունների հետ կապված տեխնոլոգիական ամենամեծ ռիսկը հենց կապված է այս հանգամանքի հետ։ Այո, ու ցանկացած ճգնաժամ, ինչ որ առումով ճգնաժամ պարտադիր չի, որ դա լինի ընտրություններ, հա, կարող է լինել պատերազմ, կարող են լինել ինչ որ կոնֆլիկտային իրավիճակներ, ցույցեր, հանրահավաքներ, ցանկացած նման իրավիճակի ֆոնին միշտ ակտիվանում են նման բովանդակության առաջխաղացման գործընթացները։ Եթե մենք խոսենք բոտերի ֆերմաների մասին, այսօր արհեստական բանականության միջոցով աշխատող, կառավարվող բոտերը, ինչ եք կարծում, հնարավոր է տարբերակել արհեստական բանականության միջոցով գործունեություն ծավալող բոտերը այն օգտահաշիվներից, որոնց հետևում իրական մարդիկ են։ Շատ անհատական է, Սարգիս ջան, որովհետև ես ինքս կարող եմ տարբերեմ, դուք կարող եք տարբերես, բայց շատերը չեն կարողանա դա տարբերակել։ Ընդ որում դա լեզվի իմացության գործոնն է այդտեղ պայմանավորված եւ շատ այլ հանգամանքներ ու միշտ այս միտքն եմ կրկնում, որ եթե 4-5 ամիս առաջ ԱԲ-ի գեներացրած հայերեն բովանդակությունը շատ վատներ, մենք հիմա նկատելիորեն տեսնում ենք, թե ինչքան որակ է հաղորդվում, հա, եւ ենթադրենք, որ 2-3 ամիս հետո էլ ավելի բարձր որակի բովանդակություն է մշակելու։ Իսկ հաշիվները գնում է ոչ թե տարիներով պետք է հաշվել, այլ ամիսներով։ Այո, ես անձնապես հիշում եմ, որ չգիտեմ, 6 ամիս առաջ ChatGPT-ն չուներ օրինակ հայերեն բովանդակության այն որակը, ինչը ունի հիմա։ Ինչքան շատ են մարդիկ օգտվում, ինչքան շատ պաշարների, բովանդակային պաշարների հետ է ինտերակցիա տեղի ունենում, այո, այնքան իր գրագիտությունը եւ մոտեցումները ավելի նրբանկատ են լինում ու գրագետ են լինում։ Մի կարճ տեսանյութ դիտենք, թե ինչպես է արհեստական բանականությունը հեղափոխում տեղեկատվության, ապա տեղեկատվության ոլորտը, հետո կվերադառնանք տաղավար։ Տասնամյակներ շարունակ մենք հավատում էինք մեր աչքերին եւ ականջներին։ Տեսել եմ սեփական աչքերով կամ լսել եմ սեփական ականջներով արտահայտությունները ճշմարտության ամենաուժեղ ապացույցներն են։ Սակայն այսօր արհեստական բանականության դարաշրջանում այդ ապացույցները փշրվում են մեր ձեռքերում։ Արհեստական բանականությունն այլևս պարզապես տեխնոլոգիական նորույթ չէ, այն տեղեկատվական պատերազմների գերհզոր ճարտարապետ է, եթե նախկինում ապատեղեկատվություն ստեղծելու համար պահանջվում էին տասնյակ մարդիկ, լուսանկարների մշակման ժամեր եւ բարձ սցենարներ, ապա այսօր արհեստական բանականությունը այդ ամենը անում է վայրկյանների ընթացքում, մեկ հրահանգով։ Deepfake-եր։ Արհեստական բանականությունը կարող է վերցնել ցանկացած քաղաքական գործչի կամ հանրային դեմքի հազարավոր լուսանկարներ ու ձայնագրություններ եւ սինթեզել մի տեսանյութ, որտեղ այդ մարդը ասում է բաներ, որոնք երբեք չի ասել։ Դուք տեսնում եք նրա դեմքի յուրաքանչյուր մկանի շարժումը, լսում եք նրա ձայնի յուրաքանչյուր ներփերանգը եւ ձեր ուղեղը հրաժարվում է հավատալ, որ դա կեղծիք է։ Բայց վտանգը ավելի խորն է։ Արհեստական բանականությունը սովորել է լինել անհատականացված ստախոս։ Ալգորիթմները վերլուծում են ձեր թվային հետքը, ինչ եք հավանում, ինչից եք վախենում, ինչ քաղաքական հայացքներ ունեք
Եվ հենց այդ տվյալների հիման վրա արհեստական բանականությունը ստեղծում է այնպիսի սուտ, որը թիրախավորում է հենց ձեզ։ Սա այլևս զանգվածային քարոզչություն չէ, սա թվային դիպուկահարություն է։ Արհեստական բանականությունը ջնջել է նաև լեզվական բոլոր սահմանները, այն կարող է հորինել համոզիչ լուրեր հայերենով, առանց որևէ քերականական սխալի, ստեղծելով հազարավոր բոտեր, որոնք սոցցանցերում կեղծ քննարկումներ կծավալեն, ստեղծելով պատրանք, թե ամբողջ ժողովուրդն է այդպես մտածում։ Մենք կարող ենք ասել, որ այսօր այլևս յուրաքանչյուր ոք, ով ունի սմարթֆոն, մի քանի անգամ անվճար հավելվածներ, կարող է շատ բարձր որակի ապատեղեկատվական տեսանյութ ստեղծել, չգիտեմ, աուդիո նյութ ստեղծել։ Միանշանակ ու դա երբեմն նույնիսկ անվճար է լինում, սահմանափակ իհարկե։ Ես հենց անվճար եմ նկատի ունեմ։ Այո, ցանկացածն էլ կարող են։ Գործիքների բազան շատ մեծ է, ամերիկյան, չինական, եվրոպական, ու դրանցից օգտվելու սահմանափակումներ մենք չունենք։ Տեխնոլոգիական աշխարհը ինչ է անում, որպեսզի արհեստական բանականության ոլորտում գործող ընկերությունները այս խնդրի դեմն առնեն։ Միգուցե մտածում են, որ այլևս պարտադրանք լինի, որ արհեստական բանականության միջոցով ստեղծված որևէ նյութ ինչ որ նշան ունենա, կան քննարկում էս առումով, թե այսպես թողել են բարձի թողի վիճակում եւ ով ինչ ուզում անում է։ Քննարկումներ քաղաքացիական հասարակության մակարդակում կան, որ ԱԲ-ի գեներացված ցանկացած բովանդակություն էթիկապես ճիշտ կլինի հիշատակել այդ մասին, որ օգտագործվել է օրինակ, քննարկում։ Բայց պետությունների մակարդակում օրինակ ամենաակտիվը Եվրոպական միությունն է, որը ունի ԱԲ-ի կարգավորման ակտ, որով սահմանափակումներ է դնում, օգտագործման դրույթներ ու պայմաններ է դնում ամբողջ Եվրամիության տարածքում, եթե անգամ գործիքը օրինակ չինական է, կամ ամերիկյան է, միևնույն է, ԵՄ տարածքում իրենք գործելու, ակտիվ լինելու, հասանելի լինելու համար որոշակի պայմանների պիտի բավարարեն ու չխախտեն իրենց այդ դրույթները։ Հայաստանի պարագայում մենք դեռ ոչինչ չունենք այդ ուղղությամբ։ Տեղյակ եք քննարկվում է այդ հարցը։ Ինչքանով որ ես տեղյակ եմ, չի քննարկվում այդ հարցը, բայց մենք գիտենք, որ տարբեր ամբիոններից բարձր հայտարարվում են Nvidia-ի չիպերի մասին, կառավարությունը ամբողջությամբ ինչ-որ էլեկտրոնային կառավարման համակարգի տեղափոխելու, ԱԲ ինտեգրելու մասին, բայց ես շատ կվախենամ, եթե բոլոր գեղեցիկ պլանավորումները իրականություն դառնան, բայց տակը կարգավորման ոչ մի բան չունենանք։ Ես նկատի ունեմ, երբ որ արհեստական բանականության միջոցով ինչ-որ կոնտենտ է գեներացվում, ինչ-որ բովանդակություն ենք ստեղծում, նշան լինի, որպեսզի մարդիկ հասկանան, որովհետև այն որակը, որը այլևս ապահովում է արհեստական բանականությունը, շատերի համար դժվարություններ է ստեղծում տարբեր աուդիո նյութ կլինի, վիդեո նյութ կլինի, տեքստային նյութ կլինի, հասկանալի վերջը սա մարդն է ստեղծել, թե արհեստական բանականությունը։ Եվ աշխարհում չկա քննարկում, որպեսզի գիտեք, եկեք այնուամենայնիվ տարբերակենք, պիտակ լինի, որպեսզի մարդիկ հասկանան եւ մարդկանց մոլորության մեջ չգցեն։ Ես կողմ կլինեմ, բայց երևի դա բոլոր նյութերին չպիտի վերաբերի, այնտեղ բացառություններ կարող են լինել, նայած թե ինչ նպատակով է դա օգտագործվում, գուցե արտադրական այնպիսի բան է, որ անհրաժեշտություն չկա էլի ինչ որ նշան դնել, որովհետև չգիտեմ, դիտողները բոլորն էլ գիտեն, որ արհեստական բանականության գեներացրած բովանդակություն է։ Կամ եթե այդ բովանդակությունը իր մեջ զգայուն ինչ-որ բաներ է պարունակում, այդ պարագայում ավելի կարևոր է ձեր նշածը զետեղելը, շատ անհատական դեպքերի վրա է հիմնված, էլի, օրինակ իմ անձնական կարծիքը, իսկ ընդհանուր պետությունների մակարդակով ես չգիտեմ, որ ինչ-որ մի տեղ, որևէ տեղ դա որպես մոտեցում կիրառվում է բոլորի կողմից։ Եթե դուք հանդիպել եք ձեր կարծիքով կեղծ տեղեկատվության, հատկապես սոցիալական մեդիայում, գրեք մեզ, թողեք մեկնաբանություն այս տեսանյութի ներքո, մեկնաբանությունների դաշտում մենք կուսումնասիրենք այն եւ հնարավոր է ձեր հաղորդագրությունը, ձեր նամակը դառնա նյութ, դառնա թեմա մեր հաջորդ հաղորդումների համար։ Դուք կարծում եք, որ
մարդկանց մեզ վերաբերող այն բոլոր տեղեկատվությունը, որ այսօր կա սոցիալական մեդիայում, համացանցում ընդհանրապես շատ լավ հումք է, այսպես ասենք, արհեստական բանականության համար եւ արհեստական բանականության հետևում կանգնած մարդիկ շատ հաջողությամբ օգտագործում են մեր տվյալները, սրա ենք հարցը մեր իսկ դեմ։ Այս մեր այսօրվա քննարկման ամենախոցելի թեման է, որովհետև իսկապես շատ են օգտագործվում մարդկանց անձնական տվյալները եւ մենք խորհուրդ ենք տալիս, եթե դուք ունեք ռիսկեր որոշակի, ապա փորձեք առցանց հանրային մատչելի եղանակով չհրապարակել ձեր տեսանյութերը, որտեղ նաեւ ձեր ձայնն է լսվում, օրինակ այս հաղորդման ֆորմատով չհրապարակեք ձեր տեսանյութերը, որովհետև դրանք կարող են գործիքներով, ապգործիքներով գեներացվեն, սինթեզվեն, հա, եւ այլ կերպարի մեջ կամ թեկուզ հենց ձեր կերպարով այլ բովանդակության կիրառմամբ օգտագործվեն, ինչու ոչ նաև քաղաքացիների դեմ հենց։ Մենք ունենք նման օրինակներ Հայաստանում։ Շատ թարմ ունենք ընտրությունների համատեքստում, կան կուսակցություններ, որոնք որոշել են, որ արհեստական բանականությամբ տեսանյութեր գեներացնելը, դրանք գովազդիտակ աշխատացնելը, այո, քարոզչական նյութեր, ավելի մատչելի է իրենց վրա նստում, որովհետև մի երկու նախադասություն prompt են ձևակերպում, հա, մեկ էլ տեսանյութը ստացվում է մինչդեռ։ Ես ճիշտ եմ ձեզ հասկանում, որ վերցնում են իրական մարդկանց տեսանյութեր, լուսանկարներ եւ դրանց հիման վրա ստեղծում են մտածածին կերպարներ, այդ կերպարներին օգտագործում են քարոզչական նյութերում եւ դա քանի որ խնդիր ունեն, որ կերպարները նման լինեն հայի, ամենայն հավանականությամբ իրենք Google-ում կամ որևէ տեղ որոնում են հայկական կերպարներ, տալիս են այդ ֆոտոները AB-ին, առանց մտածելու, որ գեներացված պատկերները լրիվ նույնական կարող են համընկնեն իրական սեփական տիրոջ հետ, անձնական տվյալի։ Դուք ասացիք նման օրինակներ կան։ Առնվազն 3 հոգի Cyber Hub-ին դիմել է, մենք համապատասխան դիմում ենք ուղարկել տվյալ կուսակցությանը, որի կողմից որ այդ խախտումը արձանագրվել է եւ դեռ սպասում ենք պատասխանի։ Բոլոր դեպքերում մենք առաջարկում ենք հեռացնել նյութը եւ առհասարակ հրաժարվել նման պրակտիկայից, մինչեւ հիմա դեռ արձագանք չունենք։ Կուսակցության որ կուսակցությունն է անվանումը գուցե չենք կարող ասել, չեք կարող ասել գաղտնիք եք բամ, այսինքն դուք տանը նստած մի օր կարող եք ինքներդ ձեզ տեսնեք որևէ կուսակցության քարոզչական նյութում կոչ անելիս Ցավալին այն է, որ շատ հաճախ մարդիկ առհասարակ քաղաքականության հետ առնչություն չունեն եւ իրենց նույնական պատկերը, երբ որ մյուսները տեսնում են, սկսվում է ասոցիացիաներ իրենց հետ, այսինքն համբավին է վնաս հասցնում, ել չեմ հարցնում, որ տարական ուղակի թույլտվություն է պետք նման բաներ անելուց առաջ, որը որ տեղի չի ունեցել։ Ուշադիր հետևենք բոլոր քաղաքական լուսանկարներին եւ բուկլետներին հնարավոր է այնտեղ մեզ գտնենք եւ եթե փորձենք ամփոփել մեր խոսակցությունը այսօրվա արհեստական բանականության ինչ գործիքներ խորհուրդ կտաք, որոնք կօգնեն պարզ մարդկանց այս բարդ արհեստական աշխարհում հասկանալ, թե ինչն է արհեստական բանականությամբ ստեղծված, ինչը ստեղծված չի։ Մենք ունենք GPT-0, որը ChatGPT-ի գեներացրած բովանդակությունն է, օրինակ նույնականացնում, այնտեղ եւ տեքստն է հնարավոր նույնականացնել եւ ֆոտոները պատկերի տեսքով, հա, ընդ որում կարող են ChatGPT տեքստը նույնիսկ humanize անեն, այսինքն մարդկայնացնեն ավելի շատ, հետաքրքիր է գործիքը համեն է տալիս, համեն։ Ունենք deepfake detection.io, որտեղ հնարավոր է նույնականացնել եւ ձայնը, եւ պատկերը եւ տեսանյութերը, ունենք Deepware, որը տեսանյութերի նույնականացման համար է։ Ուղղակի ուզում եմ անպայման նշել, որ սրանք միանշանակ արդյունքներ չեն տալիս։ Իսկն 100% այդ չունենք, երբեք մենք չենք կարող երաշխիք ունենալ։ Այս տեքստը ենթադրենք ստեղծվել է ChatGPT-ի։ Այո, որովհետև նախ AB գործիքներն են նոր, սրանց հակազդման գործիքներն էլ ավելի նոր են, հա, ու մաթեմատիկայի նման ճշգրիտ գիտության նման սա չի աշխատում, որ մենք միանշանակ պատասխաններ ստանանք։ Կարող եք ինչ-որ թիվ նշել, թե ենթադրենք այդ գործիքների միջոցով բովանդակություն ստուգելը ինչ տոկոսային, ինչ
Չնայած շատ անհատական է դա Սարգսյան, որովհետև եթե իրական վիդեոն վերցնեն ու մեջը մի փոքրիկ կոմպոնենտ դնեն AB-ով գեներացված, գործիքը ստուգելու է, ասի ամենայն հավանականությամբ 10%-ով AB գեներացրած է, հա։ Մարդը տեսնի, կարող է ասի 10%-ը եղած ինչ է, հաստատ AB-ով չի, ուրեմն, հա, սխալ է ինչ-որ մի բան ասում։ Շատ անհատական են դեպքերը ու սովորաբար ես խորհուրդ եմ տալիս 3-4 գործիքով նույն բովանդակությունը ստուգել, համեմատել արդյունքները, որպեսզի որոշակի օբյեկտիվության գանք, էլի։ Շատ լավ, շատ շնորհակալություն ձեզ այս հարցազրույցի համար։ Ես հիշեցնեմ, որ հյուրընկալել ենք Cyber Hub-ի ներկայացուցիչ Ալեքսանդր Մարտիրոսյանին, ես Սարգիս Հարությունյանն եմ, կհանդիպենք։